Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, վերադարձանք տարիներ առաջ, երբ նա մեկնեց Լեհաստան, իսկ հետո Չիլի, դժվար թե պատկերացներ, որ վերադառնալու է հայրենի նոյեմբերյան, փորձելու է օգնել ծնողներին, ինչը որոշակի ժամանակ հետո կդառնա նաև սիրելի աշխատանք, քանի որ որպես լրագրող կբացահայտի խանութ մտնող յուրաքանչյուրին եւ այս ամենը կդառնա մի վաճառողու օրագիր թվային գրքի հիմքը։ Յուրահատուկ գրքի կյանքի բազմաթիվ ուղիների եւ հետաքրքիր պատկերացումների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր տաղավարում են։ Ես իրոք կներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են ոչ ֆորմալ կրթության մասնագետ, մի վաճառողու օրագիր գրքի հեղինակ Մերի Մամյանը եւ մի վաճառողու օրագիր գրքի նկարազարդող քաղաքագետ Սեդա Հակոբյանը, ով եկել է Բարսելոնայից։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ շատ հետաքրքիր թեմա ենք այս պահին անդրադառնալու, բայց մինչեւ գրքի մասին խոսելը զրուցելը, եկեք փոքր էքսկուրս անենք այն ճանապարհը, որը որ ձեզ բերեց այս ամենին։ Նկատի ունեն գիրքը, չէ՞, մասնավորապես։ Մերին, որը որ գնաց փաստորեն հեռու տեղեր եւ վերադարձավ մի վաճառողու օրագրով եւ հասավ այստեղ մեր տաղավար խոսելու դրա մասին։ Այստեղ տեղին կլիներ ցիտել Թումանյանին, լիներ հեռու մի անկյուն եւ որ հասնում ես աշխարհի ծայրը, հասկանում ես ինչքան տաքուկ ու ջերմա այն անկյունը, որը թողել ես եւ ինչքան շատ ավելի հեշտ է աշխատել այնտեղ, որտեղ որ քեզ հարազատ է։ Մենք շատ հաճախ ճակերտավոր փախուստի ենք դիմում, փնտրելով ավելի լավ ուղիներ, ավելի շատ կոմֆորտ, հետո հասկանում ես, որ այդ այն անկյուններ, որտեղից որ դու ինքդ գալիս ես։ Եվ որ Չիլիում էի եւ բավականին բարդ աշխատանք էինք անում այնտեղ, աշխատելով յուրահատուկ դեպքերի հետ, հասկացա, որ նման ուղի անցնելուց հետո Հայաստանում ամեն ինչ կարող եմ անել։ Եվ այդ հնարավորությունները ինձ համար ստեղծեց այն քաղաքը, որտեղից որ եմ նոյեմբերյան եմ։ Հրաշալի, վայր։ Լրագրություն, ոչ ֆորմալ կրթության մասնագետ, անգլերենի ուսուցում, ինչպես գծվեցին այս բոլոր ճանապարհները։ Արկածախնդրություն, հետաքրքրասիրություն եւ պարզապես բաց լինել աշխարհի առաջ, որ գիտես, որ գիտեք ինչ, եւ որ դու մեծանում ես փոքր համայնքում, քեզ թվում է, որ աշխարհը շատ ավելի մեծ է եւ դու շտապում ես առաջ անցնել ու բացահայտել աշխարհը, հետո վերադառնում ես ու հասկանում ես, որ աշխարհը այստեղ է։ Եվ այդ ուղին էր, այդ մեծի փնտրտուքից եւ այդ մեծը քո մեջ գտնելու եւ դրա հետ հաշտ ու խաղաղ ապրելու, այդ հաշտության ճանապարհն էր ըստ էության, որ կարողացանք այս ընթացքում անցնել։ Մենք խոսում ենք վաճառողու եւ դրա պատմության կամ օրագրում զետեղված բաների մասին, որին քիչ հետո կանադառնանք, բայց հետաքրքիր է Մերի, ինչքանով է նման լրագրությանը վաճառողու աշխատանքը, ինչը ձեզ գրավեց այնտեղ եւ ինչպես տեսաք Հայաստանի փոքր պատկերը խտացված այդ ամենի մեջ, հարցերի պատասխաններ գտաք արդյոք թե ոչ։ Կարողացել ենք գրքի միջոցով ստեղծել իսկապես մանրապատումներ, որոնք վավերագրական են։ Ահա այստեղ է, որ լրագրությունը հատվում է գրքի իրականության հետ, որովհետև ունենք գեղարվեստական գիրք, բայց որը հիմնված է վավերագրական պատմությունների վրա։ Ամբողջությամբ ներկայացրել եւ հաղորդել ենք տեսարանները հենց այնպես, ինչպես եղել են, առանց խմբագրության, առանց փոփոխության, առանց միջամտության եւ անգամ առանց հատուկ նկարագրության։ Այդ հատվածը թողել ենք ձեզ, թողել ենք ընթերցողներին, որպեսզի իրենք երևակայեն եւ պատկերացնեն։ Այստեղ փորձել ենք լրագրության վավերագրականությունը եւ ճշգրտությունը համադրել գեղարվեստականի երևակայության հետ եւ ստացել ենք այն ինչ որ ստացել ենք։ Մեր իրականում այսպիսի լուրջ աշխատանքներից առաջ որևէ կիզակետային դեպքից հետո է գրանցվում այսպիսի աշխատանք։ Այ ո՞րն էր այն առաջին գործը կամ դեպքը, որից հետո որ դուք որոշեցիք, որ պիտի սկսեք այսպիսի օրագիր գրել, որը դարձավ թվային տարբերակով հասանելի գիրք արդեն։ Իրականում առաջի գիզակետային, եթե ասեմ, դա վերաբերմունքն է կյանքի նկատմամբ, շատ թեթև հումորով եւ առաջի հերթին ինձ, որտեւ եթե նման թեթև վերաբերմունք չունենայի, գուցե նման վնասվածքով այստեղ չլինի, որ Ինչ է պատահել ձեր շակատին։ Չթաքցնենք, որ տեսանելի է։ Շատ տեսանելի է, բայց ամեն ինչի մեջ պետք է տեսնել այդ դրականը, հումորը, եւ դրա համար ենք ուրախ, որ վատ բան, ավելի վատ բան կարող է լինել եւ այսքանը։ Իսկ գաղտնիքը թե ինչ է պատահել ձեզ հետ։ Դուք պատմեք ամեն դեպքում։
տանը ընկել եմ ամենապարզ օրինակը։ Ամենապարզ Այո։ անգամ պարզունակ օրինակը տանը ընկել եմ վնասվել եմ 2 օր առաջ, բայց այդ հումորն է, որ մեզ ապրեցնում է եւ այդ հումորն է իրականում, որ ես կարողացա տեսնել, գտնել այնտեղ եւ փորձել այդ ամեն ինչը, այդ թեթևությունը պարզապես հաղորդել, բայց գալով ձեր հարցին թե ինչը դարձավ, դա իրականում էլի այդ հումորն էր, որ ես երբեք չլինելով սպասարկման ոլորտի մեջ, չիմանալով ինչպես է աշխատում համակարգը, շատ հումորով առաջին անգամ գրառում արեցի Facebook-ում ինձ կոչելով մի վաճառողուհի, ակնհայտ իմանալով, որ բոլորը գիտեն, որ ես շատ հեռու եմ վաճառող լինելուց, ու իրականում այնքան մեծ արձագանք գտավ այդ ամեն ինչը, որ մենք շարունակեցինք այդ իրան դարձրեցինք բրենդ ու շարունակեցինք օգտագործել այդ անունը մի վաճառողուհի, իր մեջ կար հեգնանք սկզբում, հետո մեկ էլ տեսանք, որ այդ իրականում նախագծի է վերածվում։ Այո, դարձնում է նախագիծ եւ մի հետաքրքիր բան, որ ինքը պահանջարկ ունեցավ, այսինքն մենք հասկացանք, որ կա պահանջարկը, նոր ստեղծեցինք առաջարկը։ Սայդա, ինչպես ծանոթացաք մերի հետ, ինչպեսի համագործակցություն էր այս ֆորմատում։ Ինձ զգուշացրեցին, որ մի մարդ կա Հայաստանից, Նոյեմբերյանից, որ ինչ-որ նախագիծ ունի, հա, ու նկարողամ գալիս ու ինձ օքեյ է, որ ինքը իմ հետ կոնտակտ լինի։ Ես ասի իհարկե Հայաստանի հետ կապված, նկարելու հետ կապված, այսինքն ամեն ինչ բաց է։ Ու նույնին ինձ նամակ գրեց, փոքր պատմելով, որ ինքը այս նախագիծ ունի, ինքը քանի տարիներով, հա, աշխատել է խանութում, որտեղ գրել է այդ պատմությունները մարդկանց մեջ ու ուզում է դա նկարի վերադարձի եւ ինչ ուղղակի ազատ թողեց ինձ, ինչ կստանա սրանից, ինչ ես պատկերացնում։ Մերի, դուք եք վերադարձել վերջնական Բարսելոնայից դեպի Հայաստան։ Այստեղ, չէ։ Ոչ ժամանակավորը։ Եվ ինչպեսի պատկերացումներ, օրինակ ինչպեսի պատմություններ էր, որ նկարի վերածեցիք եւ փաստորեն նաեւ հիմա թվային վիճակով կարող եք նաեւ ձեր աշխատանքներին ծանոթանալ։ Ուրեմն այս պատմությունները իրական, հա, ռեալ պատմություններ են մարդկանց, որ երբ որ կարդում էին շատ հա ու կարդում ես տեսնում ես այնտեղ իսկական մարդիկ են իրանց տխրություններով, իրանց պատմությունները, իրանց կյանքով ու բարձ ամենօրյա խոսակցություններ են, բայց որ մեջը շատ մարդկություն կար։ Դա շատ հուզեց ու շատ Այսինքն համամարտկային է այս ամենը ավելի շատ, որին որ կբախվեք հանդիպեք նաև Բարսելոնայում, այս դեպքում Չիլիում, Նոյեմբերյանում, ինչու ոչ։ Այնտեղ պատմություններ կան, որ բնիկ հայկական կոնտեքստներ են, բայց պատմություններ կան, որ շատ ունիվերսալ են, մարդկային բարությունը, տխրությունները, ինչով են անցնում, ունիվերսալ են, որ բոլոր տեղերում լինում է, պատահում է ու բոլորը ովքեր կարդան, որ կարան իրանց զգան ասոցիացված այդ Մերի, իսկ ինչու որոշեցիք թվային հարթակում ներկայացնել մեզ այլ ոչ թե ավելի շոշափելի տարբերակով։ Տեսեք, մենք ստացել ենք հետաքրքիր պրոդուկտ, որը իրականում պոպուլյար ձևաչափ չի։ Սեդայի շնորհիվ վերածնունդ եւ կյանք ենք տվել կոմիքսի ժանրին եւ դրան ավելացրել ենք բարբար, որը ազնիվ խոսենք բարբարով ամենօրյա կյանքում չենք խոսում եւ դրա մասին շատ չենք արծարծում։ Տավուշի բարբարն է։ Տավուշի, մասնավորապես Նոյեմբերյանի, որտեղ այնտեղ մի քիչ նրբություններ կան, իրենց միքս են կարել եւ հիմա ենք փորձում իրան հանրայնացնել, այսինքն ինքն իրանով շատ հետաքրքիր է, բայց դեռ հանրայնացման կարիք ունի որպես այդպեսին։ Բայց մյուս կողմից հասկանում ենք ժամանակակից տրենդերը եւ արագ փոփոխվող դարաշրջանը եւ նաեւ հասկանում ենք, որ այսօր մարդիկ այդ ժամանակը չունեն պարզապես երկար տեքստեր կարդալու եւ դա մեզանից իսկապես ուժ երանդ եւ ամենօրյա աշխատանք է պահանջում, որ դու նստես մի քանի էջ գիր կարդաս։ Ստեղծել ենք այնպիսի պրոդուկտ, որը դու կարող ես անգամ մետրոյում, հերթի մեջ, հեռախոսի մեջ իրան կարդալ եւ այդ ամենօրյա քո դրականության, բարության չափաբաժինը ստանալ եւ ամեն պահի մտար հանդիպման փակեցիր հեռախոսը եւ քո մտքի թելը չի կտրվում։ Այսինքն այնտեղ ամեն էջի վրա փոքրիկ պատմություններ են, իրար հետ իրանք ըստեյության սցենարային գիծ չունեն եւ դու կարող ես ցանկացած պահի ընդհատել, ցանկացած պահի վերադառնալ, ցանկացած պահի սկրինշոթ անել, կիսվել, ձեզ հետ էլ է եղել հենց այս պահին ինձ հետ եղավ այս ինչ բանը, այսինքն
փորձել ենք այդ ժամանակակից տեմպը նաև ունենալ թվային տարբերակի մեջ։ Դրա համար ուզեցինք այս ձևաչափով մի քայլ ավելի մոտիկ լինել մեր ընթերցողին։ Սենյա, մեծ հետաքրքիր է նաև ձեր որպես այդպեսին գտնվելը Հայաստանում, դուք քաղաքագետ եք, ապրում եք Բարսելոնայում, հետաքրքիր է հնարավոր է ավելի շատ սկսեք աշխատել նկարազարդումներով եւ աշխատեք հայ հեղինակների հետ, ովքեր որ ոչ միայն թվային, այլ նաև շոշափելի գրքեր են թողարկում եւ հրատարակում։ Թեպետ թվային տարբերակն էլ մենք ապրում ենք 21-րդ դարում, որ շատ կարևոր է եւ տպագիրը սպասում են գարնանը։ Ահա։ Այո։ Խոստացակ։ Այո։ Ճիշտ եք ասում, ես քաղաքագետ եմ, իմ մշտական պրոֆեսիան դա է, արդեն մի քանի տարի առաջ սկսեցի որոշեցի, որ ուզում եմ նաև ֆրիլանս իլյուստրատոր, նկարազարդող, հա։ Ու փոքրիկ պրոյեկտներ այնտեղ այլ եմ, բայց հայկական Հայաստանի հետ կապված սպասվում է ու առաջինը մերին ստացվեց ու ես հուսով եմ, որ այս նախագծից շատ ուրիշ նախագծներ նոր կսկսվեն, շատ եմ սպասում, շատ կուզենայի, որտեղ միշտ արմատները ոնց որ կանչում են։ Կանչում են շատ։ Գրքի շնորհանդեսը վերջերս է տեղի ունեցել, ուզում եմ իմանալ ինչպիսի արձագանքներ եք ստացել, ինչ կարծիքներ ունեն մարդիկ։ Քանի որ գիրքը ի սկզբանե հիմնվել է կարծիքների հիման վրա, այսինքն այսպես է եղել պատմությունը, որ մենք այդ պատմությունները տեղադրում ենք Facebook-ում ու մարդիկ արձագանքում էին, ասոցացնում էին, մեկնաբանում էին, ինձ հետ էլ է եղել, վայ մեր բարբարում էս ինչ է նշանակում էս ինչ, եւ այդ միտքը այդտեղից հղացավ, որ ինչի՞ չէ, այս պրոդուկտը, այո, գիտեմ, որ սկզբում շատ քիչ թվով մարդկանց համար էր հասանելի ինֆորմացիան, հետո եք բացել։ Այո, մենք իրականում շատ երկար մտածում ենք ինչքանով ենք պատրաստ սա հանրայնացնելու, ինչքանով է պրոդուկտը լինելով նոյեմբերյանի բարբարով հետաքրքիր կարող է լինել ավելի մեծ հանրության, արդյոք մենք ունենք այդ մեծ ծավալը տալու, հանրայնացվելու եւ այդ հետադարձ կապը ստանալուց հետո միայն այդ համարձակությունը, խիզախությունը ունեցանք իրեն ավելի հանրային դարձնելու եւ այսօր վստահ կարող ենք ասել, որ թվային տարբերակը հասանելի է բոլորին, կարող են ձեռք բերել, բայց նաեւ այնտեղ իրենց կգտնեն, ամեն մեկը իրեն կգտնի, բայց որպեսզի այդ նրբությունը անցնենք, մենք այնտեղ ունենք նաեւ ծանոթագրություններ, որով թե ներկայացնում ենք բարբառը եւ թե սովորեցնում ենք, այսպես ասած, իր մեջ այդ կրթական էլեմենտն էլ կա, եւ ցույց չենք տալիս մոլորվել այդ տեղական նրբությունների մեջ, այսինքն այդ ուղեցույցը, այսպես ասած, եւս այնտեղ ունենք, այնպես որ հենց այդ իրականում այդ արձագանքն է, որ մեզ ոգևորել է, որպեսզի իրան դարձնենք այս պահին թվային, պատրաստվում ենք արդեն տպագրատանը նաև իր ֆիզիկական տեսքով հա գերքի ունենալուն եւ նաև այն պրոդուկտներին, որոնք ամենօրյա կյանքում մեզ շատ օգտակար կլինեն, էջանիշ, բաժակ, պայուսակ, այդ ամեն ինչ ավելի համով հոտով դարձնելու համար։ Աքսեսուարները ավելի ամբողջական դարձնելու համար։ Դե թվում է թե փոփոխությունները ձեր կյանքում միշտ անբաժան են մերի եւ տարբեր բացահայտումներ, հետաքրքիր է այս հետաքրքիր աշխատանքից հետո ունեք նոր ծրագրեր, նոր մտքեր, որոնք ուզում եք կյանքի կոչել։ Մի հատ փոքրիկ գաղտնիք բացեմ, այս իրականում իմ դեռևս լավագույն ստեղծագործությունը չէ, լավագույն ստեղծագործությունները ստանը հիմա ինձ են նայում եւ այն դեմքով, որ ինչու մեր մասին չես մտածում։ Հուսով եմ ոչ, բայց տեսեք, այսպիսի ստեղծագործական կյանքը շատ հետաքրքիր ձևով համահունչ ներդաշնակ գնում են ընտանեկան կյանքի զարգացումների հետ։ Դրա համար այդ մասով, այո, զարգացումներ սպասվում են, ընտանեկան կյանքը շատ ոգեշնչում է այս ստեղծագործական կյանքի եւ այս ստեղծագործական կյանքը շատ սահուն անցնում է ընտանեկան կյանք եւ բալիկներից, այնպես որ այդ դրանց համադրությունը վստահաբար բերելու են նոր պրոյեկտների, շատ ուզում ենք այս գրքի միջոցով բարձրաձայնել նաեւ առողջ հարաբերությունների, ծնողավարման, ընտանիք կազմելու, փոխհարաբերությունների, ավակների հետ փոխհարաբերվելու եւ սրանք փոքրիկ ընդհանրեն դրվագներ են, որը մեզ տանում են խորհելու շատ ավելի մեծ արժեքային համակարգի եւ հարաբերությունների մասին, ահա թե ինչն է մեզ ոգեշնչում եւ հաջորդ քայլերը ահա այդտեղ ենք ուզում մարդու մասին ամեն դեպքում, այո, եւ շատ հետաքրքիր է, շատ ոգևորիչ, շնորհակալ ենք հետաքրքիր նախաձեռնության համար։ Ձեզ հաջողություններ ենք մաղթում Սեդա եւ Մերի, կսպասենք մեր տաղավարում հետաքրքիր աշխատանքներով եւս էլի կիսվելու եւ պատմելու մեր հեռուստադիտողներին։
Այնպես որ Հաջորդ անգամ արդեն տպագիր տարբերակով Մենք սիրով կսպասենք Սիրով կսպասենք, այո։ երջանիկ կշոշափենք արդեն մատերիալը, որը կարողանանք բռնել մեր ձեռքերի մեջ։ Եվ կարդալ, եւ տեսնել, այո։ Այնպես որ լավ ընթացք եւ հաջողություններ ձեզ։ Հենց սիրելի հեռուստադիտողներ, ընդմիջ ենք այս պահին ու վերադառնանք։